Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, նախ քաղաքացին խնդրել է, որ ես փոխանցեմ, որ դուք ամենահասանելի եւ հարց լուծող նախարարներից մեկն եք, դուք հասկացել եք հարցը ինչու՞մն է, երբ որ մենք կարողացել ենք, դուք եք ավելի ճիշտ կարողացել հարցը լուծել 32 տարի աշխատող մարդուն, ում նշանակել են ստաժը 16 տարի։ Շնորհակալ եմ շատ, հիմա կընթերցեմ երկու նամակ ուղղված ձեզ, ավելի ճիշտ ինձ, ես ուղղում եմ ձեզ։ Արցախցիներին վերաբերող ինչ ծրագիր կա գործ սկսելու կամ անասուն շատացնելու համար, եթե չի ընդունվել, դուք էլ առաջարկեք, այսինքն ես պետք է ձեզ առաջարկեմ, թող ընդունեն, առանց աշխատանք հնարավոր չէ ապրել սահմանամերձ գյուղերում, ուրիշ գործ էլ չկա։ Դա դիմել է ինձ Տաթև համայնքից պարոն Հայրապետյանը, ով նաև օգտվել է 16 միլիոն ծրագրից եւ նշում է, որ 16 միլիոնը չի հերիքում, միայն արտաքին աշխատանքներն են կարողացել ավարտել, իսկ ներքին աշխատանքների համար գումարը չի հերիքում։ Պարոն Աբրահամյանը գրել է, որ ունի 5 անչափահաս երեխա եւ ինքը ունի բնակարան, բնակվում են վարձակալական հիմունքներով, բայց տունը չեն տրամադրում, քանի որ չեն ուզում, որ 5 անչափահաս երեխա լինեն այդ տանը, քանի որ իրենք ամեն ինչ ավերում են, ինչպես ինքն է գրել։ Հիմա ասում եմ, խնդրում եմ վերանայեք ձեր ծրագրերը, որ այդպիսի իրավիճակում չգտնվեն քաղաքացիները եւ նրանք, ովքեր բնակարան չունեն, խնդրում եմ այդ հարցի լուծումը տաք։ Շնորհակալ եմ։ Տիկի Ղազարյան, մինչև ձեր հարցերին անդրադառնալը, ես չխոսեցի մեր կարևոր մեկ այլ ծրագրի մասին, որը Ղարաբաղի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն է, թույլ տվեք դրա մասին մի կարճ անդրադարձ անել, որովհետև մյուս ծրագրերը փոխկապակցված են սրա հետ։ Մենք կտրուկ աճ ունենք էլի բաների, հավաստագրերի ստացման եւ փետրվարի 1-ով ունենք արդեն 4404 ընտանիք, որ ստացել է հավաստագիր եւ մոտ 2000 ընտանիք, որ արդեն իրացրել է իրենց հավաստագրերը, այսինքն 2000 ձեռք բերված բնակարան։ Այս շատ կարեւոր է։ Այդ ինքնազբաղվածության ծրագիրը, որը քաղաքացին հարցնում է, ես դրա մասին խոսեցի, որ մենք ունենք նման ծրագիր, բայց որը կապված է լինելու այս բնակարանային ծրագրի հետ, այսինքն քաղաքացին պետքա բնակ ծրագրի շահառու հանդիսացած լինի, մենք դա անում ենք նաև այն նպատակով, որ խրախուսենք բնակարաններ ձեռք բերելը եւ այդ ինքնազբաղվածության ծրագրի իրականացումը մենք մոտ օրերս դրա մասին հրապարակային հայտարարենք, դա արվելու է տարբեր կազմակերպությունների միջոցով, որտեղ պրոֆեսիոնալ կազմակերպություններ պետքա աջակցեն քաղաքացիներին փոքրիկ տնտեսություն հիմնել, չեմ կարծում, որ պարզապես ինչ-որ բան ձեռք բերելու համար դա հնարավոր կլինի աշխատասեն, բայց եթե մեջը պրոդուկտ ստեղծելու, օրինակ նույնիսկ կատնամթերք, հա, եթե խոսքը խոշոր եղջերավոր անասունների մասն է, դա էլ կարող է դիտարկվել, բայց այդ բիզնես պրոյեկտը պետք է գրվի, պետք է հաստատվի, որ վերջում նաև հաջողության հասնի, հա, որ պարզապես այնպես չլինի, այդ ամեն ինչը տեղի ունենա, բայց վերջում արդյունք չլինի։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, նախ շատ լավ է, որ երեխաները ակտիվ են, բայց այնուամենայնիվ գույքը պետք չի փչացնել։ Պետքա փորձենք, եթե տվյալներ տակ, մենք փորձենք տեղում աջակցել քաղաքացուն, եւ 16 միլիոնների ծրագիրը հենց այդպիսի ընտանիքների համար է իրականում, եւ եթե քաղաքացին այնպիսի համայնքում ապրի, որի համար որ բացում են կամ սահմանամերձ կամ դպրոցներով, կամ կարող է ընտրել ինքը մեկ այլ համայնք եւ մենք դրանով նաեւ խրախուսում ենք, հա, մեկ համայնքից մեկ այլ համայնք տեղափոխելը կարող է օգտվել, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ եթե օրինակ մեր մյուս ծրագրերով քաղաքացին օգտվում է 3-րդ հաջորդ երեխայի համար 50,000-ը եւ այդպես շարունակ, հիմա չգիտեմ տարիքները ինչքան են եւ երբ են ծնվել, այդ առումով պետությունը այո պետք է աջակցի, մենք պատրաստ ենք կոնկրետ դեպքով զբաղվել, եթե դուք տվյալները տաք։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։